Բարև ձեզ, հրապարակումն է եթերում, թե ինչ ենք պատմելու այս հաղորդմանը նախ կարճ մի քանի տողով։ Անկանխիկ գործարքներից հետո հետվճարի չափը մեծացել է, պետական սոցիալական վճարների քեշբեքն այլևս 20% է, առավելագույնը ամսական 10,000 դրամ։ Պետությունը պատրաստ է նաև 2% քեշբեք տալ մյուս բոլոր քաղաքացիներին, հունվարից մեկնարկած պիլոտային ծրագրի մասին մանրամասները տաղավարում։ Պետական գնումները դարձել են ավելի թափանցիկ, լրատվամիջոցներն ու հասարակական կազմակերպությունները գրանցվելով կստանան կանաչ քարտ բոլոր փուլերի ուսումնասիրության համար։ Եվ ավելի քան 100 միլիոն դրամ երաժշտական նոր գործիքներ գնելու համար։ 2025-ին նոր հնչյուններ են ավելացել պետական նվագախմբերում, երաժշտական դպրոցներում։ Տարին մեկնարկում ենք կենսաթոշակները, նպաստները մինչև 10,000 դրամով ավելացնելու հնարավորությամբ։ Հունվարի 1-ից ուժի մեջ է մտել պետական սոցիալական վճարներն անկանխիկ տնօրինելու դեպքում նախկինի համեմատ 8%-ով ավելի 20% հետվճարի համակարգը։ Մի քանի ամիս անց, ապրիլի 1-ից բոլոր պետական վճարներն, այդ թվում կենսաթոշակները եւ երեխայի ծննդով պայմանավորված նպաստները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով։ Այնպես որ այն բոլոր քաղաքացիները, որոնք նախկինում բացառություն կազմող խմբերի շարքում էին ու նախընտրում էին գումարը դեռևս կանխիկ փոստով ստանալ, անկանխիկի անցնելուց հետո նույնպես կկարողանան օգտվել հետվճարի հնարավորությունից։ Հովանեսյան ամուսինները ձեռք-ձեռքի համատեղ կյանքի արծաթե ոսկե ադամանդե հոբելյաններն անցել, 3 զավակներին վաղուց ամուսնացրել, հիմա ապրում են երկուսով, նույն սիրով։ Շատ գոհ եմ ես իմ ճակատագրից, իմ երեխաներից, իմ ապրած կյանքից։ Կենսասեր ու լավատես մնալ օգնում է երկուսին միավորող բնավորության նույն գիծը, անկախ տարիքից միշտ նոր բան սովորել, օրը գրականությամբ, որակյալ հաղորդումներով լցնել ու պարտադիր նաև երկրի աշխարհի նորություններին հետևել։ Առավոտյան ռադիոն է իմ ամենալավ ընկերը, ամեն ինչից ինֆորմացնում է։ Սոցիալական ոլորտում տարեսկզբից մեկնարկող նորությունների մասին էլ շրջապատում առաջին ինքն է իմացել կենսաթոշակն անկանխիկ տնօրինելու դեպքում արդեն 20% հետվճարի հնարավորության մասին, նաև տարեկից հարևաններին տեղյակ պահել։ Բարև ձեզ, այսօր ես գնում։ Երբ առաջ աշխատում էինք ամբողջ տարին 1000 դրամ էին ավելացնում թոշակին, աշխարհի չափ ուրախանում ենք, բայց հիմի որ 10,000 թոշակին ավելանա, չեմ ասում ինչ ելք է դա, բայց շատ ուրախալի է։ Երկու կողմանի օգնություն է, համ պետությանն ենք օգնում, համ մեզ են օգնում։ Հունվարից արդեն կենսաթոշակ նպաստ անկանխիկ ծախսելու դեպքում քաղաքացիները նախկին 12% հետվճարի փոխարեն 8%-ով ավելի քեշբեք ստանալու հնարավորություն ունեն, ինչը թույլ կտա նախկին առավելագույնը 6000 դրամի փոխարեն մինչև 10,000 դրամով ամսական եկամուտը բարելավեն։ Մեկնարկային փուլում թիրախային խմբի քաղաքացիների չնչին տոկոսներ քարտով նպաստ թոշակ ստանում, անկանխիկ գործարքներ անում, ամսամիս սակայն նոր պահանջարկ ձևավորվեց, վարքագիծ փոխվեց։ 2025-ի տարեվերջին հետվճարից օգտվող քաղաքացիների թիվը 378,000-ի է հասել, որը թոշակ նպաստ ստացողների ընդհանուր թվի գրեթե 60%-ն է։ Մինչ օրս ավելի քան 30 միլիարդ դրամ հետվճար է տրամադրվել, այդ թիվը ամեն օր աճում է, նույնիսկ ինչ որ մի պահի, որ ասում ես, արդեն ժամանակավրեպ է լինում։ Հունվարից գործում է նաև անկանխիկ գործարքներից 2% քեշբեք ստանալու հնարավորություն արդեն բոլոր քաղաքացիների համար, միայն մեկ նախապայմանով, եթե գործարքը առկա քարտերով է իրականացվում։ Այն կենսաթոշակառուներ եւ նպաստառուները, որոնք կունենան կամ կուզենան վերցնել առկա քարտ որպես կենսաթոշակային քարտ, որը ըստ պահի դրությամբ ոչ բոլոր բանկերն են տալիս, բայց կան բանկեր, որ տալիս են, ապա այդ դեպքում կգործի նաև 20 գումարած երկու սկզբունքը, այսինքն 20% կստանան մեր ծրագրով եւ 2% կստանան համընդհանուր ծրագրով, որը ըստ էության էլի կենսաթոշակի բարձրացում է լինելու։ Ընդամենը մի քանի ամսից ապրիլից բոլոր պետական սոցիալական վճարներն այլևս անկանխիկ կփոխանցվեն։ Եթե մինչև այժմ որոշ խմբեր 75-ից բարձր տարիքի նաև հաշմանդամություն ունեցող քաղաքացիներն իրենց ընտրությամբ կարող էին թոշակ նպաստ ստանալ կանխիկ, գարնանից կընդգրկվեն անկանխիկի համակարգում։ Արդեն հանվել են այդ բացառությունները օրենքով։ Մենք պարզապես մեր համար ժամանակ ենք վերցրել 3 ամիս, որպեսզի նախ սահուն անցումը կատարենք եւ երկրորդն էլ այդ կարգերի միջոցով որոշենք, թե որ քաղաքացիներն ենք մենք օգնելու, ովքեր որ խնդիր ունեն եւ ինչպես ենք օգնելու։ Լուծումները կարող են թե նորարարական, էլեկտրոնային, թվային, տեսազան եւ այլն, եւ թե նաեւ մենք ծառայությունը մոտեցնենք քաղաքացիներին, դեռ մշակումների փուլում ենք։ Ծրագիրը, որը կենսաթոշակ նպաստ ավելացնելու հնարավորություն ընձեռելուց բացի նաեւ ստվերային դրամաշրջանառությունը կանխելու նպատակ ուներ, այս ուղղությամբ էլ գոհացուցիչ ցուցանիշներ ունի։
Արմինե ջան, կարելի է թեւդ մտնեմ։ Տիկին Հասմիկը տան առևտուրը, որը միշտ ինքն է անում, սկզբունքային է, որ ընձեռված հնարավորությունը միշտ իրացնի։ Անկախիկ ենք անում առևտուրը, տենց խանութ չկա, որ չունենա այդ ապարատները։ Եթե չեն ունենում, աշխատում են ունենան, որտեվ հաճախորդներ քիչ են ունենում։ Ընտանեկան բյուջեն իր կողմից 10,000 գրեթե նույնքան էլ ամուսնու թոշակից ամսական ավելացնելու հնարավորությունը շատերի համար գուցե փոքր գումար է, բայց կենսաթոշակով ապրող զույգը տան համար լրացուցիչ խնդիրներ կարողանում է լուծի։ Կառավարությունը ավելացնում է հետվճարի հնարավորությունները, այսուհետև յուրաքանչյուր անկանխիկ գնումից հետո բոլոր քաղաքացիները կարող են ստանալ քեշբեքը, թեմայի մասն ենք խոսելու տաղավարում, այստեղ է ֆինանսների նախարարի տեղակալը։ Պարոն Մկրտչյան, փաստորեն հիմա արդեն մեր գնումներից 2%, մյուս ամիս հնարավորություն կունենանք, այսպես ասած, կուտակել։ Քաղաքացիներից ամենից շատ հետաքրքրական հարցը ինչու արքա քարտերով։ Արքա քարտերով, որովհետև ի սկզբանե ծրագիրը նախագծվել է եւ ծրագիրը պիլոտային է եւ իրականացվելու է Armenian Card ընկերության կողմից գործարկվող եւ արքա վճարային համակարգում գործող արքա քարտերի համար։ Ինչ ժամկետով է պիլոտը։ Պիլոտը 1 տարվա ժամկետով է, սկսվում է 2026 թվականի հունվարի 1-ից եւ ավարտվում 2026 թվականի դեկտեմբերի 31-ով, իսկ պիլոտի արդյունքում իրականացվող փաստացի հետ վերադարձի վճարումները մեր քաղաքացիները, մեր շահառուները կարող են ստանալ 2026 թվականի փետրվար ամսից մինչև 2027 թվականի հունվար ամիսը։ Հաշվի առնելով պիլոտային ծրագրի արդյունքները, քննարկման առարկա կդառնա հաջորդիվ ժամանակահատվածում ծրագիրը շարունակելու նպատակահարմարության հարցը։ Շատ լավ։ Հիմա որ գործարքները, որ անկանխիկ վճարների դեպքում հնարավոր կլինի կուտակել այդ 2%-անոցը եւ առավելագույն շեմը ինչքան է։ Իրականացվելու են Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող գնումներից, ծառայություններից եւ ապրանքներից կատարված գործարքների դիմաց հետվճարները, բացառություն են կազմում որոշակի ոլորտները, որոնց ժամանակ կատարվող գործարքները չեն հաշվարկվելու եւ հետ վերադարձնել այդ ուղղությամբ չեն տրամադրվելու, եթե թույլ տաք ես կմանրամասնեմ, հետվճար չի ձևավորվում տեղեկատվության, կապի եւ կոմունալ ծառայությունների դիմաց վճարներից, Հայաստանի Հանրապետության պետական եւ համայնքային բյուջեներ իրականացվող վճարումների դիմաց վճարներից, բարձր ռիսկային վաճառակետերում դրանք են խաղային, խաղատների գործունեություն, հեռախոսային մարքեթինգի ծառայություններ, ավտոմատ երկարաձգվող բաժանորդագրություններ, կրիպտո դրամապանակների եւ կրիպտո ծառայությունների հետ կապված վճարումները, ինչպես նաեւ թանկարժեք մետաղների եւ քարերի առք ու վաճառքի սպասարկման կետերում իրականացվող գործարքները։ Ֆինանսական կազմակերպությունների կողմից առաջարկվող ծառայությունների դիմաց ֆինանսական հաստատության օգտին գանձվող ցանկացած տեսակի վճարումների եւ գործարքների համար արքա նվեր եւ մեկանգամյա օգտագործման նպատակով նախատեսված քարտով նախատեսված գործարքներից, ինչպես նաեւ հետ վերադարձի փոխհատուցման եւ հետգանձումների դեպքում կատարվող գործարքների դիմաց հետ վճարները չեն ներառվելու հետ վճարների հաշվարկներում։ Առավելագույնը ինչքան է հետ վճարի հնարավորությունը եւ կարծոք նվազագույն շեմ, որից հետո կհաշվարկվի այդ 2%-անոց քեշբեքը։ Առավելագույնը մեկ գործարքի հաշվով մեկ շահառուի համար 6000 դրամն է, իսկ ամսական հանրագումարային հետ վճարի սահմանաչափը սահմանված 60000 դրամը։ Պարոն Մկրտչյան, արդյոք եթե ես խանութում առնեմ հաց կամ ինչ-որ մի բան, կառավարությունը կիմանա, թե ի վերջո ամսվա վերջում ես ինչ ծախսեր ու գործարքներ եմ արել։ Կառավարությունը չի իմանա, եթե դուք գնել եք հաց կամ որևէ բան, կիմանա ուղղակի, որ ձեր գնած ապրանքի կամ ծառայության դիմաց ինչքան գումար եք վճարել եւ այդ գումարի 2%-ը հետ վերադարձի ձևով կվերադարձնի ձեզ, բայց չի իմանա դուք ինչ եք արել դրա դիմաց եւ անձնական տվյալներ, որ դա դուք եք կոնկրետ ձեր անուն ազգանունով շահառուն է, դա նույնպես չի իմանա։ Իմանա կառավարությունը ապանձնավորված, որ տեղի է ունեցել գործարք, որի դիմաց հաշվարկվել է 2% եւ ձեր սպասարկող բանկը արդեն ձեր հաշվին ինքնաշխատ եղանակով համապատասխան Armenian Card ՓԲ-ի հանձնարարականի հիման վրա կվճարի հաշվարկված հետ վերադարձի գումարը 2%-ի չափով։ Այսպիսով, ինչ հիմնական ու մեծ նպատակ ունի կառավարությունը։ Նպատակն է խթանել անկանխիկի տարածումը եւ կիրառումը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաեւ մեծացնել սպառողների շրջանում ժամանակակից ֆինանսական տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող գործիքները։ Պարոն Մկրտչյան, շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Շնորհակալություն։
Պետական գնումները անցնում են հանրային վերահսկողություն, այսպիսով ծախսերը դառնում են ավելի թափանցիկ, հնարավոր խնդիրները հայտնաբերվում են շատ ավելի արագ։ Հայաստանում գրանցված հասարակական կազմակերպություններն ու լրատվամիջոցները կարող են հավատարմագրվել ֆինանսների նախարարությունում, ստանալ դիտորդի կարգավիճակ ու հասանելիություն գնումների գործընթացով նախատեսված բոլոր փուլերին։ Մրցույթի հայտարարումից մինչև պայմանագրերի կնքում, մատակարարումներ 15 կազմակերպություն գործին արդեն միացել է։ Արձանագրված խնդիրները պարտադիր դառնում են քննության առարկա, հրապարակվում գնումների պաշտոնական տեղեկագրում։ Պետությունն առավ գրիչ, թե կառուցեց շենք, ճանապարհ, գնումների ամբողջ գործընթացն իրազ է քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության խոշորացույցի տակ է։ Ուսումնասիրում են փաստաթղթեր, մասնակցում հանձնման, ընդունման փուլերին, լինում շին հրապարակներում ու արձանագրում հնարավոր բոլոր խնդիրները։ Դրանց մասին բարձրաձայնում են իրենց հրապարակումներում, անհրաժեշտության դեպքում հանդես գալիս առաջարկներով։ Մեր կարծիքը փորձագիտական չի, այսինքն շինարարության որակին չի վերաբերվում է նրան, ինչը որ սովորական հասարակ մարդը կարող է նկատել որպես խնդիր, այսինքն եթե պատը ծուռ է օրինակ, այդ պատը ծուռը նկատում են բոլորը, հա, պարտադիր չի շինարարին, որ տեսնես որ պատը ծուռ է, կամ ենթադրենք մանրահատակը հարց չի, երեխան կարող է քայլելիս հարվածել ընկնել, առաջարկում քաղաքացիական կոմիտեին, որպեսզի նա սալահատակների տեղադրման ստանդարտ սահմանի եթե չկա։ Արդեն 1.5 տարի է կառավարությունը լրատվամիջոցների ու հասարակական կազմակերպությունների համար դյուրացրել է գնումների ոլորտում վերահսկողություն անելու հնարավորությունը։ Նախկինում գործող թղթատարության ու խիստ ժամկետային սահմանափակումներով աշխատելու փոխարեն առաջարկում է գրանցվել ֆինանսների նախարարության հատուկ ռեեստրում, ստանալ դիտորդի կարգավիճակ ու դառնալ հանրային միջոցները ծախսելու գործում, այսպես ասած, եւս մեկ վերահսկող մարմին։ 15 կազմակերպություն արդեն դիմել, ստացել է թույլտվություն։ Պատվիրատուները դեպքեր ա եղել, որ չեն տվել հնարավորություն, հա, դիտորդներին այդ պայմանագրերի process-ների ընդունման process-երում մասնակցելու, սակայն ֆինանսների նախարարության միջամտության արդյունքում այդ խնդիրները հարթվել են։ Դիտորդների դիտարկումները, առաջարկները դառնում են քննության հիմք, կարող են բերել ընդհուպ գնումների կարգավորումների մասին օրենսդրական փոփոխությունների։ Նրանց դիրքորոշումներն էլ պարտադիր հրապարակվում են գնումների պաշտոնական տեղեկագրում։ Դիտորդի կարգավիճակ կարող են ստանալ Հայաստանում գրանցված գործունեություն ծավալող բոլոր հասարակական կազմակերպությունները։ Որոշակի փաստաթղթեր կա գրանցման վկայական դիտորդների վերաբերյալ տվյալներ ներկայացնում է ֆինանսների նախարարություն, երրորդ ժամկետում ֆինանսների նախարարությունը գրանցում է իրանց այդ ցուցակում եւ դիտորդներին տրամադրում է համապատասխան վկայականներ, որի հիման վրա իրանք ստանում են բոլոր պայմանագրերի նկատմամբ հանրային հսկողություն անելու իրավասություն։ Սուբվենցիոն ծրագրերում, երբ պատվիրատուն եւ կառավարությունն է եւ համայնքը մշտադիտարկումներ իրականացնում են մարզպետերի աշխատակազմում ձևավորված հանձնաժողովները։ Դրանց կազմում կարող են ընդգրկվել նաեւ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության, շահագրգիռ, այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ։ 2025 թվականի ընթացքում նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ մշտադիտարկվել են 242 ծրագրեր կամ 460 ենթածրագրեր, որոնցից 37-ում արձանագրվել են թերություններ։ Եթե այս ցուցանիշը համեմատելու լինենք նախորդ տարվա ցուցանիշների հետ, ապա նշենք, որ նախորդ տարի մշտադիտարկվել էին 274 ծրագրեր կամ 536 ենթածրագրեր, որոնցից 75-ում են արձանագրվել թերություններ։ 2024 թվականից կառավարության որոշմամբ սուբվենցիոն ծրագրերի մշտադիտարկումներին հանրային վերահսկողության համար կարող են մասնակցել նաև ավագանու համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմինների ներկայացուցիչները։ Հնարավորությունը կա, բայց համայնքներում կատարվող աշխատանքների որակին հետևելու համար մասնակցում են քաղաքացիներից քչերը։ Պետությունը 2025-ին մոտ 78 միլիոն դրամ է հատկացրել, որ պետական նվագախմբերը նոր գործիքներ ունենան ու իրենց ծրագրերը ստիպված չհարմարեցնեն հին գործիքներին։ Այսպիսի գործիքներ օգտագործում են աշխարհի լավագույն նվագախմբերը։ Ներդրումով կառավարությունը փորձում է բարձրացնել մեր երաժշտական կոլեկտիվների կատարողական մակարդակն ու նրանց դարձնել ավելի մրցունակ։ Նախորդ տարվա ընթացքում նաև երաժշտական դպրոցներն են վերազինվել։ Այս մասով ծախսը կազմել է ավելի քան 20 միլիոն դրամ։ Կոնտրաբասի ձայնը դժվար է ռոմանտիկ համարել, բայց հենց ռոմանտիզմի դարաշրջանի կոմպոզիտորներն էին, որ սկսեցին հատուկ նշանակություն տալ լարային հսկային։ Կոնտրաբասի կատարումները հիմնականում նվագախմբերում են հնչում ու հիմնականում տղամարդիկ են նվագում։ Եվան ասես խախտում է այդ օրինաչափությունը ոչ միայն կամերայինում, այլև ֆիլհարմոնիկում։ Մարդկանց թվում է, թե նվագախմբում նվագելիս ոչ մի առանձնապես տարբերություն չի զգացվի, բայց պետք է ասեմ, որ տարբերությունը շատ մեծ է։ Բամբ ձայնով տղամարդու հետ զրույցի բռնված երաժիշտը վստահեցնում է, երբ գործիքը նոր է, բարձրակարգ, հնչողությունն էլ բոլորովին ուրիշ է։ Ուղղակի փորձերին գալը համերգների մասնակցելը դառնում է մեծագույն հաճույք։
Գերմանական Հոֆներ ընկերության արտադրության 2 նոր կոնտրաբաս ունի կամերային նվագախումբը, յուրաքանչյուրի արժեքը մոտ 9.5 միլիոն դրամ է։ Անցած տարվա գնումների շնորհիվ նվագախումբը ձեռք է բերել նաև հարվածային նոր գործիքներ եւ իտալական արտադրության մոտ 14 միլիոն արժողությամբ տավիղ, որ երբևէ չի ունեցել։ Գործիքներ չունենալու պատճառով կամ այն գործիքները, որոնք որ ավելի օգտագործված ու հնամաշ են կամ կիրառելի չեն շատ դեպքերում, տուժում է այդտեղ բովանդակություն եւ ծրագիր։ Որ կամերային երաժշտության ազգային կենտրոնն այլևս ստիպված չլինի իր համերգային ծրագրերը սահմանափակել այն ստեղծագործություններով, որտեղ հնչում են միայն իրենց ունեցած գործիքները կամ այլ կազմակերպություններից վարձակալել, պետբյուջեից զգալի միջոցներ են հատկացվել։ 24-25 թվականի ընթացքում կամերային երաժշտության ազգային կենտրոնի գործիքների բազան թարմացվել է մոտարապես մի 120 միլիոն բյուջեի սահմաններում, որը որ աննախադեպ է վերջի կարող եմ նշել մի 20-25 տարվա ընթացքում նմանատիպ համալրումներ չի եղել։ Մենք ունենք 4 սիմֆոնիկ ժանրում աշխատող նվագախմբեր Հայաստանի Հանրապետությունում։ Մեր առաջնային նպատակն է, որպեսզի նրանք դառնան ամենալավերից առաջատարից մեկը եւ ամբողջ աշխարհում համաշխարհային ֆոնի վրա լինեն մրցունակ նվագախմբեր։ Որքան էլ մենք լավ կադր ունենանք, որքան էլ մենք հետաքրքիր ռեպերտուար կամ լավ հարթակներում հանդես գանք, առանց կատարյալ գործիքի անհնարին է ստանալ այն հնչողությունը, որ ուզում ենք ստանալ։ Տավիղի հեքիաթային հնչյուններն իսկական թերապիա են։ Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբն էլ վերջապես իր սեփական տավիղն ունի։ 7 նոր գործիք է նվեր ստացել նվագախումբը։ Ամեն ինչի նորն էլ միշտ լավ է։ 20-ամյա սիմֆոնիկը ստեղծման օրվանից ստիպված է եղել մշտապես վարձակալել կամ այլ միջոցներով որոշ օգտագործված գործիքներ ձեռք բերել։ Նվագախմբի համար երբևէ պետական գնումներ չեն արվել։ Եթե չլինեին զանգակային ձայնով չելեստայի կատարումները, ծանոթ ու սիրված մի շարք ֆիլմեր գուցե այդքան գունեղ չհնչեին։ 1886-ին Փարիզում ստեղծված գործիքը միանգամից ճանաչում է ձեռք բերել հենց առանձնահատուկ հնչողության շնորհիվ։ Կպակասի այդ հրեշտակային ձայնը նվագախմբում, եթե չլինի չելեստան եւ նաեւ կախարդական, ինչու՞ չէ։ 25 թվականին ձեռք բերված գործիքները օգտագործում են աշխարհի լավագույն նվագախմբերի եւ լավագույն կատարողների կողմից, օրինակ կարող եմ նշել Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի, Չիկագոյի, Բերլինի, Բոստոնի եւ այլն։ Այդ կատարյալ գործիքները մեզ ցույց են տալիս հասնել այն կատարյալ հնչողությանը, որը որ ձգտում է։ Անցած տարի մոտ 78 միլիոն դրամ է ծախսել կառավարությունը երկու նվագախմբի համար անհրաժեշտ գործիքներ գնելու նպատակով, իսկ ընդհանուր առմամբ 2025-ին ավելի քան 100 միլիոն դրամ է պետական բյուջեից հատկացվել, որպեսզի անհրաժեշտ գործիքներով համալրվեն նաև երաժշտական դպրոցները։ Միայն Սևանում բացված կրթական նոր հաստատությանը 20 գործիք են տրամադրել։ Այսօր կարող եմ նշել, որ կամերային երաժշտության ազգային կենտրոնը իր 6 կոլեկցիաներով հանդերձ հիմնական գործիքների բազան մենք ունենք։ Ծրագրերը հարմարեցնելու անհրաժեշտություն այլևս չի լինի։ Կարծում եմ, որ ոչ։ Երաժշտական կոլեկտիվներին անհրաժեշտ գործիքներ տրամադրելու, ստեղծագործական լայն հնարավորություններով ուժեղացնելու պետական քաղաքականությունը կշարունակվի նաև այս տարի։ Դուք դիտում եք հրապարակումը, շնորհակալություն ուշադրության համար։ Մեր բոլոր հաղորդումները հասանելի են նաև YouTube-ում, Armgo Veg-ում, մեր եթերային հաջորդ հանդիպումը մեկ շաբաթից։